Ոստիկանությունում ծառայությունն ընտրել եմ գիտակցված, քանի որ միշտ ցանկացել եմ աշխատել մարդկանց անվտանգության ապահովման ոլորտում։ Այդ իմաստով համայնքային ոստիկանությունն ավելի մոտ է կանգնած հասարակությանը եւ հնարավորությունն ավելի մեծ է արագ արձագանքելու, խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու եւ կանխարգելման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։ Ոստիկանությունում ծառայում եմ 2013 թվականից։ Ընտանեկան բռնությունների կանխարգելման մեթոդական բաժնում շուրջ 1 տարի է, ինչ ծառայում եմ։ Մասնագիտական ուղիս եղել է ոչ շատ հարթ, ունեցել եմ խոչընդոտներ, ունեցել եմ բարդություններ, հիմնականում կապված է եղել ծառայողական կարգապահության, ծառայության ծանրաբեռնվածության հետ։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այդ բարդություններն ինձ տվել են փորձ, կոփել են ինձ որպես ծառայողի, որպես անհատի եւ հնարավորինս ամեն ինչ այս տարիների ընթացքում արել եմ, որպեսզի ծառայությունս լինի քաղաքացիա կենտրոն, արդյունավետ եւ օրինաչափ։ Ընտանեկան բռնությունների կանխարգելման մեթոդական բաժնի հիմնական գործառույթներն են ընտանեկան բռնությունների դեպքերի կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը, մեթոդական ուղեցույցների մշակումը, ոլորտային փորձի ամփոփումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդման աջակցումը։ Ներքին գործերի նախարարությունում այն կարելի է բնութագրել որպես համակարգող եւ մասնագիտական ուղղորդող կառույց, որը նպաստում է մարդու իրավունքահեն, արդյունավետ եւ կանխարգելման վրա հիմնված ծառայության կայացմանը։ Մեթոդական աջակցությունը ներառում է բռնության դեպքերի հետ աշխատանքում ծառայողների համար հստակ եւ միասնական գործելակերպի ապահովում։ Այն վերաբերվում է ռիսկերի գնահատմանը, փաստաթղթավորմանը, իրավական միջոցների կիրառմանը եւ համապատասխան մարմինների հետ համագործակցության ընթացակարգերին։ Միաժամանակ այն ներառում է գործնական խորհրդատվություն, ընթացիկ խնդիրների մասնագիտական ուղեկցում, որպեսզի յուրաքանչյուր դեպքի արձագանքումը լինի օպերատիվ եւ իրավաչափ։ Պետք է նշեմ, որ տարածքային բաժինների հետ մեր համագործակցությունը շուրջօրյա է։ Օրվա ցանկացած ժամի տարածքային բաժնի ծառայողների հետ մենք կապի մեջ ենք, խորհրդատվություն ենք տրամադրում դեպքերի հետ կապված։ Տարածքային ստորաբաժանումները մեզ հիմնականում դիմում են ընտանեկան բռնության դեպքերի իրավական գնահատման, ծառայողական ընթացակարգերի ճիշտ կիրառման եւ գործնական բարդ իրավիճակներում ծառայողների գործողությունների հստակեցման հարցերով։ Առավել հաճախ քննարկվում են ռիսկի գնահատումը, պաշտպանության միջոցների կիրառումը, փաստաթղթավորումը, դրանց մանրամասները, ինչպես նաև տուժողների անվտանգության ապահովման միջոցները։ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնությունների կանխարգելման եւ տուժողների պաշտպանության միջոցները սահմանվում են օրենքով։ Հիմնական միջոցներն են նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության կիրառման որոշումը եւ պաշտպանական որոշումները։ Դրանք էլ իրենց հերթին կիրառվում են ըստ վտանգի աստիճանի։ Այս միջոցներն ապահովում են տուժողի անհապաղ պաշտպանությունը, բռնարարի իրավունքների սահմանափակումները, ինչպես նաև բռնության կրկնման կանխարգելումը, որի շրջանակներում էլ մենք համագործակցում ենք տարբեր հասարակական կառույցների եւ մարմինների հետ։ Ինչ վերաբերվում է վաղ արձագանքմանը, ապա այն հնարավորություն է տալիս կանխել կամ նվազեցնել կյանքի, առողջության եւ հոգեբանական ծանր վնասների ռիսկը։ Ըստ էության, որքան արագ է արձագանքը, այնքան բարձր է կանխարգելման արդյունավետությունը։ Համագործակցությունը առկա է եւ հասարակական կազմակերպությունների եւ սոցիալական ծառայությունների հետ։ Դա էլ հանդիսանում է մեր համակարգային աշխատանքի կարևոր բաղադրիչը։ Մենք սերտ համագործակցում ենք սոցիալական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների հետ, որով էլ ապահովում է տուժողների անվտանգությունը, սոցիալական աջակցությունը, հոգեբանական վերականգնումը եւ անհրաժեշտ ուղղորդվածությունը, համապատասխան ծառայություններ։ Այս համագործակցությունը թույլ է տալիս ձևավորել ամբողջական մոտեցում ոչ միայն արձագանքման, այլ նաև տուժողի երկարաժամկետ պաշտպանության եւ վերաինտեգրման տեսանկյունից։ Մեր բաժինը մեթոդական ցուցումների արդյունավետությունն ապահովում է մի քանի փոխկապակցված ուղղություններով։ Նախ ցուցումները մշակվում են գործող օրենսդրության, միջազգային լավագույն փորձի եւ գործնական իրավիճակների վերլուծության հիման վրա։ Հաջորդիվ դրանք փորձարկվում են իրական դեպքերի պրակտիկ դիտարկմամբ, այնուհետև ապահովում է շարունակական մեթոդական ուղեկցումը, որպեսզի ցուցումները չմնան միայն տեսականորեն, այլ դառնան գործնականում կիրառելի։ Այս մոտեցումը թույլ է տալիս, որ մեթոդական նյութերը լինեն ոչ միայն իրավաչափ, այլ նաև կիրառելի եւ արդյունավետ։ Որպես կին ոստիկան ծառայության ընթացքում հաճախ եղել են դժվարություններ, որոնք հիմնականում կապված են եղել կարծրատիպային մոտեցումների եւ վերաբերմունքի հետ։
Այնուամենայնիվ դրանք ինձ համար եղել են փորձ, որը ինձ կոփել է մասնագիտորեն, օգնել է գործել ավելի ինքնավստահ, կողմնորոշվել դժվարին իրավիճակներում եւ պահպանել քաղաքացիակենտրոն մոտեցում։ Կանանց ծառայությունն ընտանեկան բռնությունների կանխարգելման ոլորտում հաճախ նպաստում է ավելի վստահելի հաղորդակցության հաստատմանը տուժողների հետ։ Իրավիճակների ավելի նպատակային գնահատմանը միաժամանակ կանայք ապահովում են հավասարակշռված մոտեցում, համադրելով մասնագիտական հմտությունները եւ սոցիալական զգայունությունը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է ծառայության ընդհանուր արդյունավետությունը։ Ցանկացած իրավիճակում պատասխանը կամ արձագանքը պետք է լինի համաչափ տվյալ իրավիճակին։ Առաջնահերթ պետք է գնահատվի ռիսկը եւ կողմերի վարքագիծը։ Այնուհետև պետք է պահպանել հանգիստ տոն, հստակ հաղորդակցություն, առանց էմոցիոնալ կամ սադրիչ արձագանքի։ Միաժամանակ պետք է ապահովել կողմերի անվտանգությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ։ Այս աշխատանքում ինձ ամենաշատը ոգեշնչում է այն գիտակցումը, որ իմ գործողությունները կարող են իրական ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի որակի վրա։ Երբ տեսնում եմ, որ ճիշտ եւ ժամանակին արձագանքը օգնում է մարդուն դուրս գալ դժվարին իրավիճակից, դա ինձ համար դառնում է շատ ուժեղ շարժիչ ուժ։ Բացի այդ, ինձ ոգեշնչում է ծառայության պատասխանատվությունը, որն էլ մշտական աճի եւ պրոֆեսիոնալիզմի ճանապարհ է։ Ինչ վերաբերում է ընտանիքին եւ ծառայության համատեղումը, իրականում հեշտ չէ ընտանիքն ու ծառայությունը համատեղել, քանի որ աշխատանքի բնույթից ելնելով հաճախ մենք գործ ենք ունենում բարդ եւ հուզական դեպքերի հետ, բայց ես փորձում եմ պահպանել հստակ սահմաններ եւ ճիշտ կազմակերպել իմ ժամանակը։ Ինձ համար կարեւոր է աշխատանքի ընթացքում լինել առավելագույնս կենտրոնացած եւ արդյունավետ, իսկ ընտանիքում մշտապես ներկա։ Միաժամանակ պետք է ասեմ, որ ընտանիքիս աջակցությունն իմ մասնագիտական կայացման գործում շատ մեծ է։ Այդ աջակցությամբ առավել հաղթահարելի են լինում մասնագիտական մարտահրավերներն ու ցանկացած դժվարություններ, որը որ կարող եմ ես հանդիպել ծառայության բնույթից ելնելով։ Այն աղջիկները, ովքեր ցանկանում են ընտրել ոստիկանի մասնագիտությունը, նախ պետք է գիտակցեն, որ սա շատ պատասխանատու ծառայություն է, որը պահանջում է ներքին կայունություն, կարգապահություն եւ պատրաստակամություն դժվար իրավիճակների համար։ Պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր դեպքի ետևում մարդկային ճակատագրեր են, որոնք էլ կարող են զուգորդվել հուզական իրավիճակներով։ Բացի այդ, խորհուրդ կտամ հաստատակամություն, չվախենալ դժվարություններից, պատրաստ լինել մշտական ուսման եւ ինքնակատարելագործման։ Առհասարակ, ինչը վերաբերվում է ընտանեկան բռնության դեպքերին, իմ ուղերձը, իմ հորդորը համայնքի բնակիչներին այն է, որպեսզի ցուցաբերեն անհանդուրժողական մոտեցում ընտանեկան բռնության ցանկացած դեպքով, չլռեն եւ շուտ դիմեն օգնության։ Իսկ առհասարակ հասարակությանը կոչ եմ անում իրավապահ համակարգի հետ համագործակցելիս համագործակցեն վստահության հիմունքներով, հասկանալով, որ անվտանգություն ստեղծելու ճանապարհը հենց դա է։ Երբ դուք ժամանակին բարձրաձայնում եք ձեր խնդիրները, նախ մենակ չեք մնում խնդրի հետ, այլև դրանով կարող եք փրկել թե ձեր, թե ուրիշի կյանքն ու խաղաղությունը։ Պետք է ասեմ, որ մենք արդյունավետ ենք այնքան, որքան բաց եւ վստահ է մեր կապը հասարակության հետ։